Երբ զգացել եք, որ մի պարզ ժեստը կարող է փոխել ամբողջ կյանքի ճակատագիրը, մարզից մի երիտասարդ աղջիկ համաձայնում է համեստ աշխատանքի, չպատկերացնելով, որ կանցնի լռության ցավի պատերը։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ սառը հաշվարկված էր թվում, նա բացահայտում է մի գաղտնիք, որը ոչ ոք չէր համարձակվում տեսնել։ Եվ այս անհավանական հանդիպումից ծնվածը ավելին է, քան խնամքը, դա սերն է իր ամենաքաջ ձով։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինեն երբեք չէր պատկերացնում, որ իր կյանքն այսքան կփոխվի, համաձայնվելով այդ աշխատանքին։ Առաջարկը հասել էր մի համեստ հայտարարության միջոցով, Սյունիքի մարզի մի փոքրիկ գյուղաքաղաքի եկեղեցու պատի վրա, որտեղ նա ապրում էր իր տատիկի պապիկի հետ։ Խնամակալ տարեց տիկնոջ համար երանում։ Բնակություն ներառված, ֆիքսված աշխատավարձ, ընտանեկան միջավայր։ Բառերը պարզ էին թվում, գրեթե անմեղ, ասես պարզապես մի փոքր ընկերակցություն խնամք էին խնդրում։ Եվ հենց դա դիպավ Մարինեի սրտին։ Մանկուց նա տատիկից պապիկից սովորել էր, որ մարդու ամենամեծ արժեքը ոչ թե նրա ունեցած իրերում է, այլ սիրով ծառայելու ունակության մեջ։ 23 տարեկանում Մարինեն այն ամենն էր, ինչ սպասվում էր հին արժեքներով դաստիարակված աղջկանից։ Նա չէր հաճախում երեկույթների, ընկեր չուներ, չէր ճանաչում մեծ քաղաքների գիշերային կյանքը։ Նրա առօրյան բաժանված էր տատիկին տնային գործերում օգնելու, շաբաթը 3 անգամ եկեղեցական արարողություններին մասնակցելու, հարանության երեխաներին խնամելու միջ, երբ մայրերին անհրաժեշտ էր աշխատել։ Նա սիրում էր այդ պարզ կյանքը, բայց գիտեր, որ պետք է ավելին անի։ Տատիկն ու պապիկը ծերանում էին, հաշիվները սեղմում էին, հպարտությունը չէր վճարում դեղերի կամ սննդի համար։ Երբ տեսավ հայտարարությունը, կրծքի մեջ մի այլ բան զգաց։ Մի ինտուիցիա, թերս։ Կամ պարզապես օգնելու կարիք։ Խոսեց տատիկի հետ, ով լացեց, բայց հասկացավ։ Պապիկը, ավելի ամուր, իր օրհնությունը տվեց, պնդեց, որ նրան ուղեկցի մինչ ավտոկայան։ Մարինեն մեկնեց մի փոքր ճամպրուկով, մաշված կազմով, աստվածաշնչով, հույսով լի սրտով, որը խառնված էր վախի հետ։ Ավտոբուսով մինչ երան ճանապարհորդությունը տեց գրեթե 8 ժամ։ Մարինեն ամբողջ ճանապարհին պատուհանից դուրս էր նայում, տեսնելով, թե ինչպես է բնապատկերը աստիճանաբար փոխվում։ Կանաչ լեռները տեղի տվեցին մոխրագույն շենքերին, հողե ճանապարհները վերածվեցին բանուկ պողոտաների, իսկ մաքուր երկինքը ծածկվեց քաղաքային մառախուղով, որը նա երբեք չէր տեսել։ Երբ վերջապես իջավ ավտոկայանում, շրջապատվեց ձայների, հոտերի շտապող մարդկանց պտույտով։ Ամեն ինչ չափազանց մեծ էր, չափազանց արագ, չափազանց սարսափելի։ Բայց նա մենակ չէր։ Մի համազգեստով վարորդ սպասում էր նրան, իր անունով համեստ ցուցանակով։ Նա քաղաքավարի էր, վերցրեց նրա ճամպրուկը, առանց շատ բան ասելու, նրան ուղեկցեց դեպի փայլուն մեքենա, որը թվում էր, թե ամսագրից է դուրս եկել։ Մարինեն երբեք այդքան շքեղ մեքենա չէր մտել։ Նստեց հետի նստարանին, ամաչկոտ, պայուսակի ժապավենը սեղմելով կրծքին, մինչ դիտում էր, թե ինչպես է քաղաքն անցնում պատուհանից։ Երանը բետոնի, լույսերի շարժման լաբիրինթոս էր։ Ամեն ինչ բաբախում էր մի էներգիայով, որը նա չգիտեր անվանել։ Առանձնատունը գտնվում էր Երանի շքեղ թաղամասերից մեկում, շրջապատված բարձր պարիսպներով, ավտոմատ դարպասներով։ Երբ մեքենան մտավ ավտոտնակ, Մարինեն շունչը պահեց։ Նա երբեք այդքան մեծ տուն չէր տեսել։ Այն հյուրանոցի էր նման, կատարելապես հարթեցված այգիներով, բակի կենտրոնում շատրվանով հսկայական պատուհաններով, որոնք արտացոլում էին արի լույսը։ Ամեն ինչ այնտեղ ճչում էր հարստություն, իշխանություն, հեռավորություն։ Եվ նա, իր պարզ բամբակյա զգեստով մաշված սանդալներով, իրեն մանր զգաց։ Նրան դիմավորեց միջին տարիքի մի սպասուհի, Սելինա անունով, ում դեմքին երկար տարիների լուռ աշխատանքի հետքեր կային։ Նա բարի էր, բայց ուղիղ։ Ցույց տվեց Մարինեին սենյակը, որը կլիներ իրենը, տան հետնամասում գտնվող փոքրիկ սենյակ, լվացքատան կողքին։ Այն ուներ մեկտեղանոց մահճակալ, նեղ պահարան պատուհան, որը նայում էր հետի բակ։ Այն պարզ էր, բայց մաքուր։ Մարինեն անկեղծորեն շնորհակալություն հայտնեց։ Այսքան ժամանակ տատիկի հետ սենյակ կիսելուց հետո, իր սեփական տարածք ունենալը շքեղություն էր թվում։ Սելինան բացատրեց տան կանոնները, երբ նրանք քայլում էին միջանցքներով։ Տիրուհին, տիկին Պատրիցիան, սիրում էր կարգուկանոն լռություն։ Նա չէր հանդուրժում ուշացումներ, անհարկի խոսակցություններ կամ հարցեր։ Ամեն ինչ պետք է արվեր նրա հրահանգներով, առանց բացառությունների։
Մարինեն պարզապես գլխով արեց, սովոր լինելով հնազանդվել։ Նա այստեղ չէր խնդիրներ ստեղծելու, այլ օգնելու համար։ Նրան ներկայացրեցին տիկին Հելենային, տարեց տիկնոջը, ում խնամելու էր։ Տարեց կինը նստած էր իր սենյակի անվասայլակում, ընդարձակ, բայց ոչ այնքան հարմարավետ սենյակում, հնաոճ կահույքով ծանր վարագույրներով, որոնք արգելափակում էին գրեթե ողջ բնական լույսը։ Տիկին Հելենայի դեմքին տարիների հետքեր կային, աչքերը խորը ամաչկոտ ժպիտ, որը կարծես ներողություն էր խնդրում իր գոյության համար։ Մարինեն ցավ զգաց կրծքի մեջ։ Այդ կնոջ մեջ կար մի բան, որը գերազանցում էր ֆիզիկական փխրունությունը։ Կարծես նա անտեսանելի ծանրություն էր կրում, մի բան, որը նրան ներսից ծալում էր։ Մարինեն ծնկի իջավ անվասայլակի կողքին, նրբորեն բռնեց տարեց կնոջ ձեռքը։ Բարի երեկո, տիկին Հելենա։ Իմ անունը Մարինե է։ Ես հեռվից եմ եկել, ձեզ խնամելու։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեզ լավ զգաք։ Նրա ձայնը մեղմ էր, լի անկեղծությամբ։ Տիկին Հելենան զարմանքով նայեց նրան, կարծես սովոր չլիներ բարությամբ վերաբերվելուն։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց նա պարզապես սեղմեց Մարինեի ձեռքը, շշնջաց գրեթե անլսելի շնորհակալություն։ Առաջին օրերին Մարինեն սուզվեց տան առօրյայի մեջ։ Վաղ էր արթնանում, օգնում էր տիկին Հելենային լոգանք ընդունել, հագնվել, սնվել։ Տարեց կինը համագործակցող էր, բայց միշտ վախեցած էր թվում, կարծես վախենում էր անհանգստացնել։ Մարինեն նկատեց, որ նա խուսափում էր որևէ բան խնդրելուց, նույնիսկ երբ ակնհայտորեն կարիք ուներ։ Ամեն ինչ ընդունում էր առանց բողոքելու, նույնիսկ երբ ուտելիքը սառն էր, կամ երբ ժամերով մենակ էր մնում լռության մեջ։ Աստիճանաբար Մարինեն սկսեց նկատել տարօրինակ բաներ։ Մանուշակագույն հետքեր տիկին Հելենայի ձեռքերին, որոնք ընկնելուց չէին թվում։ Այն ձը, թե ինչպես էր նա կծկվում, երբ միջանցքում քայլեր էր լսում։ Այն ձը, թե ինչպես էր նա գլուխը կախում ամեն անգամ, երբ հարսը մտնում էր սենյակ։ Եվ, հատկապես, լռությունը։ Մի ծանր, խեղդող լռություն, որը լցնում էր այդ հսկայական տան յուրաքանչյուր անկյունը։ Տիկին Պատրիցիան էլեգանտ կին էր, անթերի հագնված, միշտ դիմահարդարված, կարծես պատրաստվում էր կարևոր միջոցառման գնալ։ Նա ուներ կատարելապես հարթեցված շիկահեր մազեր, մատնահարդարված եղունգներ, համեստ, բայց թանկարժեք զարդեր։ Քիչ էր խոսում, բայց երբ խոսում էր, նրա ձայնը կտրուկ էր։ Նա հրամաններ էր տալիս բնականաբար, ինչպես մեկը, ով սովոր է առանց հարցերի հնազանդվելուն։ Մարինեն փորձում էր հաճոյանալ, բայց զգում էր, որ իր արած ոչ մի բան բավարար չէ։ Պատրիցիան միշտ գտնում էր մի բան քննադատելու համար։ Ուտելիքն անալի էր։ Թեյը չափազանց տաք էր։ Տիկին Հելենան չպետք է այդքան ժամանակ անցկացներ անվասայլակում, բայց նա չպետք է մենակ քայլեր։ Հակասությունները մշտական էին, կարծես նպատակն էր բոլորին միշտ անապահով պահել։ Մարինեն նա ծանոթացավ տիկին Հելենայի թոռների, Կայոյի Լաուրայի հետ, 2 տարեկան երկվորյակներ էին։ Նրանք գեղեցիկ երեխաներ էին, մուգ մազերով, հետաքրքրասեր աչքերով, բայց նա միշտ վախեցած էին թվում։ Շատ էին լացում, հատկապես երբ մայրը մոտ էր։ Պատրիցիան երեխաներին անհամբերությամբ էր վերաբերվում, նրանց հաճախ թողնելով Սելինայի կամ ով հասանելի էր խնամքին։ Մարինեն սկսեց օգնել նա երեխաներին, նրանց օրորելով, երբ լացում էին, պարզ երգեր երգելով, որոնք սովորել էր մանկության տարիներին։ Նրանք հանգստանում էին նրա գրկում, կարծես զգում էին տարբերությունը անկեղծ խնամքի հարկադիր խնամքի միջ։ Տերը, Ռոդրիգոն, բացակա անձնավորություն էր։ Մարինեն նրան տեսավ միայն մեկ անգամ առաջին 15 օրվա ընթացքում, երբ նա արագ անցավ հյուրասենյակով, փաստաթղթերի պանակ վերցնելու։ Նա բարձրահասակ տղամարդ էր, լայն ուսերով, ուղիղ կեցվածքով, լուրջ դեմքով, կարծես շատ պարտականություններ էր կրում։ Նա անթերի կոստյումներ էր հագնում, անընդհատ հեռախոսով էր խոսում, միշտ հանդիպումների, միշտ ճանապարհորդությունների, միշտ չափազանց զբաղված նկատելու համար, թե ինչ էր կատարվում իր սեփական տանը։ Մարինեն հեռվից էր դիտում, չհամարձակվելով մոտենալ։ Նա կարծես ապրում էր այլ աշխարհում, հեռու այդ տնային իրականությունից։ Բայց հենց փետրվարի մի տաք կեսօր էր, որ Մարինեն ականատես եղավ մի բանի, որը խորապես անհանգստացրեց նրան։ Նա տիկին Հելենայի սենյակում էր, օգնելով տարեց կնոջը հագուստ փոխել, երբ միջանցքից լսեցին Պատրիցիայի ձայնը։ Տիկին Հելենան անմիջապես լարվեց, աչքերը լայն բացվեցին վախից։ Մարինեն փորձեց հանգստացնել նրան, բայց մինչ նա կկարողանար որևէ բան ասել, Պատրիցիան մտավ սենյակ, առանց թակելու։ Նա չափազանց փչացած է, ասաց Պատրիցիան անհարգալից կերպով, նայելով իր սկեսրոջը։
Պետք է շարժվի։ Չի կարող այստեղ կանգնած մնալ ամբողջ օրը։ Մարինեն փորձեց բացատրել, որ տիկին Հելենան թույլ էր, որ բժիշկը հանգիստ էր խորհուրդ տվել, բայց Պատրիցիան կտրեց նրան սառը հայացքով։ Դու 2 շաբաթ է այստեղ, ես արդեն կարծում ես, որ ինձնից ավելին գիտես։ Ես այս կնոջը ճանաչում եմ ավելի քան 20 տարի։ Նա միշտ այսպիսին է եղել։ Ծույլ։ Սիրում է, որ իրեն սպասարկեն։ Մարինեն զգաց, որ ստամոքսը խառնվում է։ Դա ճիշտ չէր։ Ցանկացած մարդ, ով նվազագույն զգայունություն ուներ, կհասկանար, որ տիկին Հելենան չէր փչացվում։ Նրան լռեցնում էին։ Նվաստացնում էին։ Բայց Մարինեն պարզապես աշխատող էր, առանց ձայնի, առանց իշխանության։ Նա պարզապես գլուխը կախեց, շարունակեց իր աշխատանքը։ Այդ գիշեր, երբ բոլորը քնել էին, Մարինեն արթուն մնաց իր սենյակում, անհանգիստ։ Մտածում էր իր տատիկի պապիկի մասին, այն պարզ կյանքի մասին, որը թողել էր հետում, այն գումարի մասին, որը հավաքում էր նրանց ուղարկելու համար։ Մտածում էր հանձնվելու, տուն վերադառնալու մասին։ Բայց երբ հիշեց տիկին Հելենայի հայացքը, օգնության այդ լուր խնդրանքը, գիտեր, որ չի կարող նրան թողնել։ Ոչ այսպես։ Մարինեն սկսեց աղոթել։ Խնդրեց ուժ, խնդրեց իմաստություն, խնդրեց պաշտպանություն։ Եվ հատկապես խնդրեց, որ Աստված բացի այդ տան որե մեկի աչքերը, տեսնելու համար այն տառապանքը, որը կատարվում էր շքեղ տանիքի տակ։ Նա չգիտեր, որ իր աղոթքները պատրաստվում էին պատասխան ստանալ այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնի։ Հենց մարտի մի առավոտ էր, Մարինեի ժամանումից գրեթե 1 ամիս անց, որ ամեն ինչ սկսեց փոխվել։ Ռոդրիգոն անսպասելիորեն տուն վերադարձավ օրվա կեսին։ Նա մոռացել էր մի կարևոր պայմանագիր, որը պետք է ստորագրեր հանդիպումից առաջ։ Նա շտապ մտավ դռնից ուղղվեց դեպի գրասենյակ։ Բայց երբ անցնում էր միջանցքով, որը տանում էր դեպի ծառայողական լոգարանը, ցածր լաց լսեց։ Դա գրեթե աննկատ ձայն էր, բայց նա կանգ առավ։ Մի բան այդ լացի մեջ ստիպեց նրան շրջել գլուխը։ Նա դանդաղ մոտեցավ, կիսաբաց դռնից տեսավ մի տեսարան, որը ստիպեց նրան սառչել։ Նրա մայրը, տիկին Հելենան, ծնկի էր իջել լոգարանի սառը հատակին, կողքին մի դույլ կեղտոտ ջուր, ձեռքին մի կտոր, հատակը մաքրելով, կարծես սովորական սպասուհի լիներ։ Բայց այն, ինչ տեսարանն էլ ավելի ցնցող դարձրեց, 2 թոռներն էին, Կայոն Լաուրան, կապված նրա մեջքին մի կտորով, կարծես ալյուրի պարկեր լինեին։ Երեխաները լացում էին, վախեցած, մինչ տատիկը փորձում էր մաքրել հատակը դողդոջուն ձեռքերով։ Ռոդրիգոն զգաց, որ արյունը սառեց երակներում։ Մի պահ մտածեց, թե սխալ է տեսնում, թե դա ինչ-որ թյուրիմացություն է։ Բայց երբ մայրը բարձրացրեց դեմքը, տեսավ նրան կանգնած դռան մոտ, նա հասկացավ ճշմարտությունը այդ հոգնած աչքերում։ Ամոթ։ Ցավ։ Հաշտություն։ Նա դա չէր անում իր ընտրությամբ։ Նրան ստիպում էին։ Մայր, ինչ է կատարվում այստեղ։ Ռոդրիգոյի ձայնը ավելի բարձր դուրս եկավ, քան նա մտադիր էր, լի շոկով զսպված զայրույթով։ Տիկին Հելենան վախեցավ, փորձեց շատ արագ վեր կենալ, գրեթե ընկավ։ Ռոդրիգոն վազեց օգնելու նրան, զգուշությամբ հանելով երեխաներին, նրա մեջքից օգնելով մորը նստել։ Նա շուրջը նայեց, պատասխաններ փնտրելով։ Հենց այդ ժամանակ Մարինեն հայտնվեց դռան մոտ, դեմքը գունատված անհանգստությունից։ Նա դուրս էր եկել ընդամենը մի քանի րոպեով միջանցքի պահարանից մաքուր սրբիչներ վերցնելու, բայց երբ վերադարձավ, տեսավ տեսարանը, գիտեր, որ ինչ-որ սարսափելի բան էր կատարվելու։ Պատրիցիան տիկին Հելենային հրամայել էր մաքրել լոգարանը, որպես պատիժ նախաճաշի սեղանին հյութ թափելու համար։ Եվ որպեսի համոզվեր, որ նա չի ուշանա, թոռներին կապել էր նրա մեջքին, իմանալով, որ տարեց կինը երբեք մենակ չի թողնի երեխաներին լացելիս։ Ռոդրիգոն նայեց Մարինեին, բացատրություններ փնտրելով։ Երիտասարդ խնամակալը վարանեց։ Գիտեր, որ ճշմարտությունն ասելը կարող է իրեն արժենալ աշխատանքը, գուցե նա անվտանգությունը։ Բայց երբ տեսավ Ռոդրիգոյի աչքերը, լի ցավով շփոթությամբ, որոշեց, որ լռությունն արդեն չափազանց երկար է տել։ Պարոն, ձեր մորը անհարիր կերպով եմ վերաբերվել։ Ես փորձեցի կանխել, բայց այստեղ իշխանություն չունեմ։ Նրան օգնություն է պետք։ Մարինեի խոսքերը հարված էին Ռոդրիգոյի ստամոքսին։ Նա նայեց մորը, ով հիմա լուռ լացում էր, ի վիճակի չլինելով պաշտպանվել կամ պատմել ամբողջ ճշմարտությունը։ Նայեց իր երեխաներին, ովքեր կառչում էին Մարինեից, կարծես նա միակ անվտանգության աղբյուրն էր այդ տանը։
Եվ, վերջապես, նայեց ինքն իրեն, այն մարդուն, ում ինքը դարձել էր։ Բացակա։ Կույր։ Անուշադիր։ Որտեղ է Պատրիցիան։ Նրա ձայնը ցածր դուրս եկավ, վտանգավորորեն հանգիստ։ Մարինեն ցույց տվեց վերի հարկը։ Նա իր սենյակում է, պարոն։ Ռոդրիգոն գլխով արեց, խորը շունչ քաշեց երեխաներին հանձնեց Մարինեին։ Խնամեք նրանց։ Եվ իմ մորը։ Խնդրում եմ։ Վերջին բառը գրեթե հուսահատ խնդրանքի պես դուրս եկավ։ Մարինեն ամուր բռնեց երեխաներին, տիկին Հելենային հետ տարավ իր սենյակ մնաց այնտեղ, լռության մեջ, սպասելով։ Վերի հարկից խուլ ձայներ։ Էին գալիս, մի վեճ, որը աստիճանաբար բարձրանում էր։ Նա չէր կարողանում հասկանալ բառերը, բայց զայրույթի հիասթափության ծանրությունը շոշափելի էր նույնիսկ հեռվից։ Երբ Ռոդրիգոն վերջապես իջավ աստիճաններով, նրա դեմքը կարմիր էր, աչքերը կայծկլտացող։ Նա անցավ Մարինեի կողքով, առանց որևէ բան ասելու, մտավ գրասենյակ, փակեց դուռը։ Ժամեր անց, երբ գիշերն ընկավ, նա դեռ ներսում էր փակված։ Պատրիցիան ընթրիքի չհայտնվեց։ Տունը սովորականից էլ ծանր լռության մեջ էր։ Մարինեն երեխաներին քնեցրեց, մեղմ երգելով, հանգստացնելու համար։ Այնուհետ գնաց տիկին Հելենայի սենյակ, ով դեռ արթուն էր, կորած աչքերով նայելով առաստաղին։ Մարինեն նստեց մահճակալի եզրին, բռնեց տարեց կնոջ ձեռքը։ Դուք ոչ մի բանի արժանի չէիք։ Շատ եմ ցավում, որ չկարողացա ձեզ ավելի շուտ պաշտպանել։ Տիկին Հելենան շրջեց դեմքը դեպի նա, առաջին անգամ իսկապես ժպտաց։ Թույլ, բայց անկեղծ ժպիտ։ Դու ինձ համար ավելին ես արել, քան կարող ես պատկերացնել, աղջիկս։ Պարզապես այստեղ լինելով։ Ինձ մարդու պես վերաբերվելով։ Դա արդեն շատ է։ Մարինեն զգաց, որ արցունքներն իջնում են դեմքով։ Նա զգուշությամբ գրկեց տիկին Հելենային, կարծես իր տատիկին էր գրկում։ Եվ այնտեղ, այդ մութ սենյակում, երկու կանայք մխիթարության պահ գտան քաոսի մեջ։ Այդ գիշեր, ինչ-որ բան փոխվեց առանձնատան մթնոլորտում։ Կարծես քող էր բարձրացվել, բացահայտելով այն ճշմարտությունը, որը այդքան ժամանակ թաքնված էր։ Ռոդրիգոն, փակված գրասենյակում, սկսեց ամեն ինչ կասկածի տակ դնել։ Իր ամուսնությունը, իր ընտրությունները, իր բացակայությունը։ Եվ, հատկապես, թե ինչպես էր կարողացել չնկատել սեփական մոր տառապանքը։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց։ Նրան պատասխաններ էին պետք։ Նրան օգնություն էր պետք։ Եվ ամենից առաջ, նրան պետք էր ապահովել, որ դա այլս երբեք չկրկնվի։ Մինչ նա խոսում էր, նրա աչքերը շրջվեցին դեպի պատուհանը, որը նայում էր տան հետնամասին, որտեղ նա կարող էր տեսնել տիկին Հելենայի սենյակում վառվող լույսը։ Եվ այնտեղ, նրան խնամելով աշխարհի ամբողջ նվիրումով, Մարինեն էր։ Երիտասարդ աղջիկը, ով ժամանել էր մի քանի շաբաթ առաջ, բայց ով, չնկատելով, արդեն սկսել էր ամեն ինչ փոխել։ Հաջորդ օրերը լարված էին։ Պատրիցիան շարունակում էր մնալ առանձնատանը, բայց նրա ներկայությունը կարծես կծկվել էր։ Նա խուսափում էր Ռոդրիգոյից, խուսափում էր Սկեսրոջից, հատկապես խուսափում էր Մարինեից։ Երբ նրան անհրաժեշտ էր խոսել սպասուհիների հետ, դա անում էր գրառումների կամ սառը հաղորդագրությունների միջոցով, որոնք թողնում էր խոհանոցի սեղանին։ Տան մթնոլորտը սպասման էր, կարծես բոլորը գիտեին, որ ինչ-որ ավելի մեծ բան էր կատարվելու։ Ռոդրիգոն չեղարկել էր բոլոր ճամփորդությունները, հանդիպումները։ Տարիների մեջ առաջին անգամ նա լիովին ներկա էր տանը։ Ժամեր էր անցկացնում գրասենյակում, հեռախոսով փաստաբանների հետ, այլ ժամանակներում հեռվից դիտում էր մորը, կարծես փորձում էր կորցրած ժամանակը վերականգնել հայացքով։ Նա ներսից կոտրված մարդու էր նմանվում, փորձելով հավաքել մի կյանքի բեկորները, որը կառուցել էր փխրուն հիմքերի վրա։ Մարինեն շարունակում էր իր առօրյան տիկին Հելենայի հետ, բայց հիմա տարբերություն կար։ Ռոդրիգոն ուշադիր էր։ Նա նկատում էր Մարինեի յուրաքանչյուր քնքուշ ժեստը մոր հանդեպ, յուրաքանչյուր մեղմ խոսք, յուրաքանչյուր անկեղծ ժպիտ։ Դիտում էր, թե ինչպես էր նա իր երեխաներին վերաբերվում անվերջ համբերությամբ, երգելով անհեթեթ երգեր, որոնք երեխաներին ծիծաղեցնում էին, քնելուց առաջ պարզ պատմություններ պատմելով։ Մարինեի ներկայության մեջ կար մի բան, որը խաղաղություն էր բերում այդ անհանգիստ տանը։ Մի թեթություն, որը վաղուց չկար այնտեղ։ Մի առավոտ Ռոդրիգոն մտավ մոր սենյակ, մինչ Մարինեն օգնում էր նրան նախաճաշել։ Նա վարանեց դռան մոտ, կարծես չգիտեր, պետք է մտնի, թե ոչ։
Մարինեն նկատեց մեղմ ժպտաց։ Մտեք, պարոն։ Տիկին Հելենան հենց նոր էր ասում, որ ձեր կարիքն է զգում։ Տարեց կինը արցունքոտ աչքերով նայեց որդուն։ Ռոդրիգոն դանդաղ մոտեցավ ծնկի իջավ անվասայլակի կողքին, մոր ձեռքը բռնելով իր ձեռքերի մեջ։ Մայր, ես շատ եմ ցավում։ Շատ եմ ցավում ամեն ինչի համար։ Որ չտեսա։ Որ այստեղ չէի։ Ես ձեզ հետ ձախողել եմ բոլոր հնարավոր ձերով։ Տիկին Հելենան դողդոջուն ձեռքով շոյեց որդու դեմքը։ Դու հիմա այստեղ ես, որդիս։ Դա է կարորը։ Ռոդրիգոն ճակատը դրեց մոր ձեռքին լացեց։ Մարինեն, զուսպ, դուրս եկավ սենյակից, այդ պահին գաղտնիություն տալու համար։ Բայց երբ փակեց դուռը, զգաց, որ սիրտը սեղմվում է։ Այդ ընտանիքում այդքան ցավ կար, այդքան բան, որը պետք էր բուժել։ Հաջորդ շաբաթներին Ռոդրիգոն սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել մոր հետ։ Երբեմն նոթբուքը տանում էր նրա սենյակ, այնտեղ էր աշխատում, պարզապես մոտ լինելու համար։ Այլ ժամանակներում պարզապես նստում էր զրուցում, հարցնելով անցյալի մասին, այն լավ հիշողությունների մասին, որոնք նա պահպանում էր։ Տիկին Հելենան աստիճանաբար սկսեց բացվել։ Պատմեց, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, ամուսնության առաջին տարիների մասին, թե երբ է Ռոդրիգոն ծնվել, ինչպես է նրան մենակ դաստիարակել, մինչ հայրն աշխատում էր։ Նրա պատմություններում տխրություն կար, բայց նա սեր։ Մի սեր, որը դիմացել էր ամեն ինչին։ Մարինեն հեռվից էր ականատես լինում այդ պահերին, միշտ հարգելով մոր որդու միջ մտերմությունը, բայց ուրախ էր տեսնել նրանց մերձեցումը։ Բայց դա միայն դա չէր, ինչ նա զգում էր։ Նրա ներսում աճում էր ուրիշ բան, մի բան, որը նրան միաժամանակ վախեցնում, շփոթեցնում էր։ Նա սկսեց նկատել, որ չափազանց շատ ուշադրություն էր դարձնում Ռոդրիգոյին։ Այն ձը, թե ինչպես էր նա խոսում մոր հետ։ Այն խնամքը, որը նա ուներ երեխաների հանդեպ։ Այն ձը, թե ինչպես էին նրա աչքերը տխրում, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Մարինեն փորձում էր հեռացնել այդ մտքերը։ Նա պարզապես սպասուհի էր։ Նա տերն էր, հարուստ, հզոր, ամուսնացած մարդ։ Այդպիսի զգացմունքների համար տեղ չկար։ Բայց սիրտը չի հասկանում տրամաբանությունից։ Եվ որքան շատ էր նա փորձում անտեսել, այնքան ուժեղ էր դառնում այդ սեղմումը կրծքի մեջ ամեն անգամ, երբ նա մտնում էր սենյակ։ Ռոդրիգոն նույնպես նկատել էր Մարինեին։ Սկզբում դա պարզապես երախտագիտություն էր։ Նա քաջ էր եղել ճշմարտությունն ասելիս, խնամել էր իր մորը, երբ ոչ ոք չէր արել։ Բայց աստիճանաբար երախտագիտությունը տեղի տվեց ուրիշ բանի։ Նա իրեն բռնում էր, դիտելով, թե ինչպես էր Մարինեն ժպտում երեխաներին, ինչպես էր մեղմ երգում, սենյակը հավաքելիս, ինչպես էին նրա ձեռքերը նուրբ տիկին Հելենային խնամելիս։ Նրա մեջ կար մի մաքրություն, որը նա երբեք ոչ ոքի մոտ չէր տեսել։ Անկեղծ բարություն, որը ոչինչ չէր խնդրում փոխարենը։ Մի կեսօր, մինչ Մարինեն այգում էր երկվորյակների հետ, Ռոդրիգոն նրան դիտում էր գրասենյակի պատուհանից։ Նա մի փոքր վրան էր սարքել հին սավաններով, երեխաները ներքում խաղում էին, բարձր ծիծաղելով։ Մարինեն նույնպես ծիծաղում էր, այնքան անկեղծ ուրախությամբ, որը կարծես լուսավորում էր ամբողջ բակը։ Ռոդրիգոն զգաց, որ ինչ-որ բան շարժվում է իր ներսում։ Դա պարզապես հիացմունք չէր։ Ավելի խորն էր։ Ավելի սարսափելի։ Նա հեռացավ պատուհանից, փորձելով կենտրոնանալ աշխատանքի վրա։ Բայց դա անօգուտ էր։ Մարինեն իր բոլոր մտքերում էր։ Եվ ամենավատն այն էր, որ նա գիտեր, որ իրավունք չուներ որևէ բան զգալու։ Նա դեռ ամուսնացած էր։ Նա դեռ կապված էր մի կեղծիքի հետ, որը ինքն էր օգնել կառուցել։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հենց ապրիլի մի անձրոտ գիշեր էր, որ ամեն ինչ կրկին փոխվեց։ Պատրիցիան ընկերուհիների հետ ընթրիքի էր գնացել, կամ գոնե այդպես էր ասել։ Ռոդրիգոն գրասենյակում էր, երբ դռան վրա մեղմ թակոց լսեց։ Դա Մարինեն էր, անհանգիստ դեմքով։ Պարոն, տիկին Հելենան բարձր ջերմություն ունի։ Ես փորձեցի դեղ տալ, բայց նա շատ է դողում։ Կարծում եմ, բժշկի կարիք ունի։ Ռոդրիգոն անմիջապես վեր կացավ գնաց մոր սենյակ։ Տիկին Հելենան գունատ էր, սառը քրտինքով, շուրթերը մանուշակագույն։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց ընտանիքի անձնական բժշկին, ով խոստացավ կես ժամից հասնել։
Մինչ սպասում էին, Ռոդրիգոն Մարինեն մահճակալի կողքին էին, տարեց կնոջ ճակատին սառը թրջոցներ դնելով, նրա ձեռքերը բռնելով, մխիթարական խոսքեր շշնջալով։ Հենց այդ պահին տիկին Հելենային միասին խնամելիս, Ռոդրիգոն հասկացավ, թե որքան իսկապես հոգ էր տանում Մարինեն։ Դա նրա համար պարզապես աշխատանք չէր։ Դա կոչում էր։ Դա սեր էր։ Եվ երբ նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին մահճակալի վրայով, նա դրանցում արտացոլված տեսավ նույն զգացմունքը, որը պայքարում էր թաքցնելու համար։ Վախ, շփոթություն և ինչ-որ այլ բան։ Մի բան, որը նրանցից ոչ ոք չէր համարձակվում անվանել։ Բժիշկը եկավ զննեց տիկին Հելենային։ Դա պարզապես շնչառական վարակ էր, ոչինչ լուրջ, եթե ճիշտ բուժվեր։ Նա հակաբիոտիկներ հանգիստ նշանակեց։ Ռոդրիգոն շնորհակալություն հայտնեց, ուղեկցեց բժշկին դռան մոտ։ Երբ վերադարձավ, Մարինեն դեռ սենյակում էր, կարգի բերելով տիկին Հելենայի բարձերը, ով հիմա հանգիստ քնած էր։ Շնորհակալություն, ասաց Ռոդրիգոն մեղմ։ Մարինեն շրջվեց, զարմացած։ Ինչի՞ համար, պարոն։ Նրան խնամելու համար։ Իսկապես հոգ տանելու համար։ Այստեղ լինելու համար։ Ես չգիտեմ, թե ինչ կանեինք առանց ձեզ։ Մարինեն զգաց, որ դեմքը տաքանում է։ Նա աչքերը կախեց, չիմանալով, թե ինչ ասի։ Նրա աշխատանքն էր խնամել տիկին Հելենային, բայց նա գիտեր, որ վաղուց անցել էր մասնագիտական սահմանները։ Նա սիրում էր այդ տիկնոջը, կարծես ընտանիք լիներ։ Եվ, չնկատելով, սկսել էր սիրել նրա որդուն։ Ես պարզապես անում եմ այն, ինչ կանի ցանկացած մարդ, ով սիրտ ունի, պարոն։ Ռոդրիգոն մեկ քայլ առաջ արեց։ Ոչ։ Ոչ բոլորը կանեին։ Մարդկանց մեծ մասը ձացնում է, թե չի տեսնում։ Ես չափազանց երկար ձացրի, թե չեմ տեսնում։ Բայց դուք ոչ։ Դուք տեսաք։ Եվ գործեցիք։ Դա ձեզ առանձնահատուկ է դարձնում։ Նրանց միջ լռությունը լի էր չասված իմաստով։ Մարինեն զգաց, որ սիրտը թրջում է։ Նա պետք է դուրս գար այնտեղից, ինչ որ բան աներ կամ ասեր, ինչը չպետք է։ Բարի գիշեր, պարոն։ Ես կթողնեմ տիկնոջը հանգստանալ։ Եվ արագ դուրս եկավ, գրեթե վազելով իր սենյակ։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Նա նայում էր առաստաղին, մտածելով Ռոդրիգոյի խոսքերի, այնձի մասին, թե ինչպես էր նա նայել իրեն։ Գիտեր, որ վտանգավոր տարածք էր մտնում։ Նա ամուսնացած էր։ Նա պարզապես խնամակալ էր։ Այնտեղ ապագա չկար։ Միայն ցավ։ Բայց սիրտը համառորեն զգում էր այն, ինչ չպետք է։ Մինչդեռ Ռոդրիգոն նույնպես արթուն էր։ Փակված գրասենյակում նա նայում էր պատին կախված ընտանեկան լուսանկարներին։ Նա Պատրիցիան հարսանիքի օրը, երկուսն էլ ժպտում էին տեսախցիկին, բայց դատարկ աչքերով։ Նա հիմա հասկացավ, թե ինչ էր անտեսել այն ժամանակ։ Այդ ամուսնությունը երբեք սիրո մասին չէր։ Դա հարմարավետության, արտաքին տեսքի, շահերի մասին էր։ Պատրիցիան ուզում էր ազգանունը, փողը, կարգավիճակը։ Նա ուզում էր մի կին, ով համապատասխաներ այն դերին, որը հասարակությունն էր սպասում։ Բայց ոչ մի պահում ճշմարտություն չկար։ Եվ հիմա, ամեն օր տեսնելով Մարինեին, նա հասկանում էր տարբերությունը ստի վրա կառուցված կյանքի ճշմարտության վրա կառուցվող կյանքի մեջ։ Բայց նա չէր կարող գործել։ Դեռ ոչ։ Նախ պետք է լուծեր Պատրիցիայի հետ կապված իրավիճակը։ Պետք էր պաշտպանել մորը, երեխաներին, ինչպես նա Մարինեին։ Նա չէր կարող պարզապես հետել իր զգացմունքներին սկանդալ ստեղծել, որը կվնասեր բոլորին։ Այսպիսով, նա որոշեց սպասել։ Դիտել։ Եվ երբ ճիշտ ժամանակը գար, կայացնել այն որոշումները, որոնք պետք էր կայացնել։ Օրերն անցան, առօրյան վերադարձավ։ Բայց օդում նոր լարվածություն կար։ Ռոդրիգոն Մարինեն խուսափում էին մենակ մնալ նույն սենյակում։ Երբ նրանց պետք էր խոսել, հեռավորություն էին պահպանում, հակիրճ հայացքներ, պաշտոնական խոսքեր։ Բայց տիկին Հելենան նկատեց։ Եվ նրանց իմաստությամբ, ովքեր շատ բան էին ապրել, հասկացավ, թե ինչ էր կատարվում։ Մի կեսօր, մինչ Մարինեն օգնում էր նրան հագնվել, տիկին Հելենան բռնեց երիտասարդ աղջկա ձեռքը քաշեց նրան, նստելու իր կողքին մահճակալին։ Աղջիկս, ես ծեր եմ, բայց կույր չեմ։ Մարինեն աչքերը լայն բացեց։ Ինչի՞։
Մասին եք խոսում։ Տիկին Հելենան քնքշորեն ժպտաց։ Քո իմ որդու մասին։ Դուք չեք կարող թաքցնել։ Մարինեն զգաց, որ արցունքներն աչքերին են։ Ես չեմ ուզում դա զգալ, տիկին Հելենա։ Ես գիտեմ, որ դա ճիշտ չէ։ Նա ամուսնացած է։ Ես պարզապես սպասուհի եմ։ Չպետք է ոչինչ զգայի։ Տարեց կինը ավելի ամուր սեղմեց Մարինեի ձեռքը։ Սիրտը չի ընտրում, թե երբ կամ ում կսիրի, աղջիկս։ Եվ այն, ինչ դուք զգում եք, սխալ չէ։ Սխալն այն սուտն է, որը տարիներ շարունակ գոյություն ունի այս տանը։ Իմ որդու ամուսնությունն ավարտվել էր շատ ավելի շուտ, քան դու եկար։ Դու ոչ մի բանի պատճառը չես։ Դու պարզապես այն մարդն ես, ով լուսավորեց ճշմարտությունը։ Բայց ինչ կասեք տիկին Պատրիցիայի մասին։ Իսկ երեխաները։ Ես չեմ ուզում ոչ ոքի տառապանք պատճառել։ Տիկին Հելենան հոգոց հանեց։ Երեխաները շատ վաղուց են տառապում, Մարինե։ Նրանք արժանի են մեծանալու իսկական տանը, իսկական սիրող մարդկանց հետ։ Իսկ Պատրիցիայի մասին նա երբեք չի սիրել իմ որդուն։ Նա միայն սիրել է այն, ինչ նա կարող էր տալ։ Երբ այս ամենը վերջանա, նա կհեռանա առանց հետ նայելու։ Ես համոզված եմ դրանում։ Մարինեն լացեց տիկին Հելենայի գրկում։ Դա թեթացման, վախի, հույսի լաց էր։ Տարեց կինը օրորեց նրան, ինչպես կաներ դստեր հետ, շշնջելով մխիթարական խոսքեր։ Եվ այդ պահին Մարինեն գիտեր, որ այլս մենակ չէր այդ ամենում։ Նա ուներ գոնե մեկ մարդ, ով հասկանում էր։ Մեկ մարդ, ով աջակցում էր։ Մինչդեռ Ռոդրիգոն միջոցներ էր ձեռնարկում։ Նա վարձել էր մասնավոր հետախույզ, Պատրիցիայի վարքագծի ապացույցներ հավաքելու համար։ Նրան անհրաժեշտ էր ամուր փաստաթղթեր, երեխաների խնամակալությունը ապահովելու համար, երբ ամուսնալուծության ժամանակը գար։ Նա գիտեր, որ Պատրիցիան հեշտությամբ չի հանձնվի։ Նա կպայքարեր ամբողջ ուժով, ոչ թե երեխաների հանդեպ սիրուց, այլ պարտությունը չընդունելու համար։ Եվ նա ճիշտ էր։ Երբ բաժանման մասին առաջին խոսակցությունները սկսվեցին, Պատրիցիան զայրույթով արձագանքեց։ Սպառնաց սկանդալներով, անվերջ դատական գործերով, մամուլին բացահայտումներով։ Ասաց, որ կվերցնի ամեն ինչի կեսը, երբեք թույլ չի տա, որ նա մնա երեխաների հետ։ Բայց Ռոդրիգոն պատրաստ էր։ Նա ուներ փաստաբաններ, ապացույցներ, վկաներ։ Նա ուներ, հիմնականում, ճշմարտությունը իր կողքին։ Հենց այդ վեճերից մեկի ժամանակ Պատրիցիան կապ հաստատեց։ Նա տեսավ, թե ինչպես էր Ռոդրիգոն պաշտպանում մորը, ինչպես էր խոսում տան փոփոխությունների մասին, ինչպես էր ներկա։ Եվ, հատկապես, նկատեց այն անունը, որը նա ավելի ու ավելի հաճախ էր հիշատակում։ Մարինե։ Խնամակալը։ Այդ աննշան աղջիկը, ով մարզից էր եկել հին ճամպրուկով սուրբի դեմքով։ Պատրիցիան զգաց, որ զայրույթը եռում է։ Հնարավոր չէր։ Նրա ամուսինը, միլիոնատեր գործարարը, չէր կարող հետաքրքրված լինել պարզապես սպասուհիով։ Բայց որքան շատ էր դիտում, այնքան ավելի էր հաստատում իր կասկածները։ Այն ձը, թե ինչպես էր նա նայում Մարինեին։ Ինչպես էր պատճառներ գտնում նրա մոտ լինելու համար։ Ինչպես էր ժպտում, երբ լսում էր, թե ինչպես է նա երգում երեխաներին։ Մի առավոտ Պատրիցիան դիմակայեց Մարինեին խոհանոցում։ Երկուսն էլ մենակ էին։ Սելինան գնացել էր գնումներ կատարելու, իսկ տիկին Հելենան քնած էր։ Պատրիցիան մոտեցավ, շուրթերին կեղծ ժպիտով։ Ուրեմն դու ես այս ամենի պատճառը։ Մարինեն բարձրացրեց աչքերը պատրաստվող սուրճից։ Չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Մի ձացրեք անմեղ։ Կարծում եք չեմ նկատել։ Այն ձը, թե ինչպես է իմ ամուսինը նայում ձեզ։ Ինչպես է պատճառներ գտնում այստեղ լինելու համար։ Դուք մտել եք այնտեղ, որտեղ ձեզ չեն կանչել։ Մարինեն խորը շունչ քաշեց, փորձելով հանգիստ մնալ։ Ես պարզապես անում եմ իմ աշխատանքը, տիկին։ Խնամում եմ տիկին Հելենային։ Ոչ ավելին։ Պատրիցիան ծիծաղեց, անհումոր ձայնով։ Ստախոս։ Դուք նույնն եք, ինչ ձեր նման բոլոր կանայք։ Տեսնում եք հարուստ տղամարդու, կարծում եք, որ կարող եք կյանքում բարձրանալ։ Բայց թույլ տվեք մի բան ասել ձեզ։ Դուք երբեք չեք լինի ոչինչ, բացի սպասուհուց։ Երբեք չեք ընդունվի։
Երբեք չեք հարգվի։ Եվ երբ նա ձեզնից հոգնի, ձեզ կշպրտի, ինչպես աղբ։ Մարինեն զգաց, որ խոսքերը խորն են կտրում, բայց թույլ չտվեց, որ դա երա։ Նա ամուր նայեց Պատրիցիայի աչքերին։ Դուք կարող եք մտածել ինձ մասին, ինչ ուզում եք։ Բայց մի բան գիտեմ։ Ես ձեր սկեսրոջը ձեր երեխաներին վերաբերվում եմ սիրով հարգանքով։ Մի բան, որը դուք երբեք չեք արել։ Եվ դա կապ չունի փողի կամ սոցիալական դիրքի հետ։ Դա բնավորության հետ է կապված։ Պարկեշտության հետ։ Բաներ, որոնք չեն գնվում։ Պատրիցիայի դեմքը կարմրեց զայրույթից։ Ինչպես եք համարձակվում այդպես խոսել ինձ հետ։ Դուք պարզապես մի անհայտ եք, ով չգիտի իր տեղը։ Մարինեն չպատասխանեց։ Նա պարզապես շարունակեց սուրճ պատրաստել, ձեռքերը թեթակի դողալով, բայց դեմքը հանգիստ։ Պատրիցիան դուրս եկավ խոհանոցից, փնչացնելով, բայց գիտեր, որ կորցրել էր այդ մարտը։ Այդ կեսօր Ռոդրիգոն վերջապես նստեց Պատրիցիայի հետ, ներկայացրեց ամուսնալուծության փաստաթղթերը։ Նա փորձեց բանակցել, սպառնալ, լացել։ Բայց նա անդրդվելի էր։ Ամուսնությունն ավարտվել էր։ Նա կստանար առատ թոշակ, կարող էր այցելել երեխաներին հսկողության ներքո, մինչ ապացուցեր, որ հարմար մայր է։ Բայց նա այլս չէր ապրի այդ տանը։ Այլս չէր լինի այդ ընտանիքի մաս։ Պատրիցիան հասկացավ, որ ելք չկար։ Նա զայրույթով ստորագրեց թղթերը, բայց ստորագրեց։ Եվ մեկ շաբաթ անց նրա ճամպրուկները պատրաստ էին։ Նա դուրս եկավ առանձնատան դռնից, առանց հետ նայելու, առանց երեխաներից հրաժեշտ տալու, առանց որևէ զղջում ցույց տալու։ Ինչպես տիկին Հելենան էր կանխատեսել, Պատրիցիան հեռացավ, առանց վարանելու։ Որովհետև այնտեղ երբեք սեր չկար։ Միայն հարմարավետություն։ Պատրիցիայի հեռանալուց հետո առանձնատունը այլ կերպ շնչեց։ Կարծես բոլորի ուսերից մի բեռ էր վերցվել։ Վարագույրները բացվեցին, թույլ տալով Արին ազատորեն ներս մտնել։ Երեխաները սկսեցին ավելի բարձր ծիծաղել, վազել միջանցքներով առանց վախի։ Տիկին Հելենան ավելի շատ դուրս եկավ անվասայլակից, դանդաղ քայլելով այգում Մարինեի աջակցությամբ։ Նույնիսկ Սելինան ավելի թեթ էր թվում, երգելով, մինչ պատրաստում էր ուտեստները։ Ռոդրիգոն նույնպես փոխվեց։ Նա սկսեց աշխատել տնից, ժամանակի մեծ մասը, ճամփորդությունները, հանդիպումները վստահելի գործընկերներին պատվիրակելով։ Նա ուզում էր ներկա լինել իր երեխաների կյանքում, ուզում էր հետել մոր ապաքինմանը։ Եվ թե բարձրաձայն չէր խոստովանում, ուզում էր մոտ լինել Մարինեին։ Ամեն օր տեսնել նրա ժպիտը։ Լսել նրա մեղմ ձայնը։ Զգալ այն խաղաղությունը, որը նա իր հետ էր բերում։ Բայց Մարինեն շփոթված էր։ Պատրիցիայի բացակայությամբ հիմնական խոչընդոտը վերացել էր։ Բայց դա չէր նշանակում, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Ընդհակառակը։ Հիմա այն զգացմունքը, որը նա փորձում էր թաքցնել, այլս արդարացում չուներ անտեսվելու համար։ Եվ դա նրան վախեցնում էր։ Նա պարզապես մարզից մի պարզ աղջիկ էր։ Ռոդրիգոն ազդեցիկ գործարար էր, սովոր այլ տեսակի կյանքի։ Ինչպես կարող էր նրանց միջ ինչ-որ բան աշխատել։ Մի գիշեր Մարինեն այգում էր, դիտելով աստղերը։ Նա միշտ դա էր անում, երբ պետք էր մտածել, երբ ամեն ինչ չափազանց ծանր էր թվում։ Հենց այդ ժամանակ նա իր հետից քայլեր լսեց։ Շրջվեց, տեսավ Ռոդրիգոին մոտենալիս։ Նա կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, կարծես վստահ չէր, պետք է ավելի մոտենա, թե ոչ։ Կարող եմ նստել, հարցրեց նա, մատնացույց անելով փայտե նստարանը, որտեղ Մարինեն նստած էր։ Նա պարզապես գլխով արեց, շալը ուսերին ուղղելով։ Ռոդրիգոն նստեց նրա կողքին, բայց հարգալից հեռավորություն պահեց։ Մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես լսելով գիշերվա ձայները։ Ծղրիդներ, քամին տերների մեջ, այգում ինչ-որ կենդանու հեռավոր շշուկը։ Կարոտում եք ձեր տունը։ Ռոդրիգոն վերջապես խախտեց լռությունը։ Մարինեն մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Կարոտում եմ։ Կարոտում եմ իմ տատիկին, պապիկին։ Պարզությունը։ Այն փոքրիկ բաները, որոնք նախկինում այդքան կարևոր էին թվում։ Բայց մի նույն ժամանակ զգում եմ, որ այստեղ ինչ-որ բան եմ գտել։ Մի նոր ընտանիք, թերս։ Տիկին Հելենան հիմա ինձ համար տատիկի պես է։ Եվ երեխաները, նրանք ինձ հիշեցնում են, թե ինչու է երբեմն արժե դուրս գալ հարմարավետության գոտուց։ Ռոդրիգոն ժպտաց։
Նրանք սիրում են ձեզ։ Իմ մայրը նույնպես։ Անընդհատ ձեր մասին են խոսում։ Մարին է դա, Մարին է այն։ Դուք էական եք դարձել այս տանը։ Մարինեն զգաց, որ դեմքը տաքանում է։ Ես պարզապես անում եմ այն, ինչ կարող եմ։ Այն, ինչ գիտեմ անել։ Մարդկանց խնամել։ Դրա համար եմ միշտ պատրաստվել։ Բայց չեք հոգնում։ Միշտ ուրիշներին խնամելուց։ Իսկ դուք, Մարին է։ Ո՞վ է ձեզ խնամում։ Հարցը Մարինեին անակնկալի բերեց։ Նա երբեք չէր մտածել դրա մասին։ Մանկուց իր դերը միշտ եղել է խնամելը։ Տատիկին, պապիկին, հարանության երեխաներին, եկեղեցին, հիմա տիկին Հելենային ու երկվորյակներին։ Բայց ո՞վ էր խնամում իրեն։ Ո՞վ էր անհանգստանում իր երազանքների, իր վախերի, իր կարիքների համար։ Ինձ շատ բան պետք չէ, պատասխանեց նա մեղմ։ Արդեն ավելին ունեմ, քան արժանի էի։ Ռոդրիգոն շրջվեց դեպի նա, լուրջ աչքերով։ Մի ասեք դա։ Դուք ամեն ինչի արժանի եք։ Արժանի եք խնամվելու։ Արժանի եք երջանիկ լինելու։ Արժանի եք սիրվելու։ Հաջորդող լռությունը լի էր իմաստով։ Մարինեն զգաց, որ սիրտը թրջում է։ Նա գիտեր, թե ինչ էին նշանակում այդ խոսքերը։ Կարող էր տեսնել Ռոդրիգոյի աչքերում նույն զգացմունքը, որը նա փորձում էր թաքցնել։ Բայց նա վախենում էր։ Վախենում էր հանձնվելուց հայտնաբերելուց, որ բավարար չէ։ Վախենում էր լինել պարզապես շեղում, ժամանակավոր մխիթարություն։ Պարոն, ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, սկսեց նա, բայց Ռոդրիգոն նրբորեն ընդհատեց նրան։ Ռոդրիգո։ Պարզապես Ռոդրիգո։ Առանց պարոնի, առանց պաշտոնականությունների։ Երբ մենք մենակ ենք, ուզում եմ, որ դուք ինձ տեսնեք այնպես, ինչպես կամ։ Մի մարդ։ Ոչ տեր։ Ոչ գործարար։ Պարզապես մի մարդ, ով փորձում է հասկանալ, թե ինչ է զգում։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ռոդրիգո, դուք հենց նոր եք ամուսնալուծվել։ Ունեք 2 երեխա։ Ունեք պարտականություններ։ Եվ ես պարզապես խնամակալ եմ։ Մեր աշխարհները շատ տարբեր են։ Չի կարելի դա անտեսել։ Ռոդրիգոն գլխով արեց։ Ինձ չի հետաքրքրում տարբեր աշխարհները։ Ինձ դուք եք հետաքրքրում։ Այնձը, թե ինչպես է մայրս ժպտում, երբ դուք մոտ եք։ Այնձը, թե ինչպես են իմ երեխաները հանգիստ քնում, որովհետև գիտեն, որ դուք այնտեղ եք։ Այնձը, թե ինչպես եք ինձ ստիպում ավելի լավ մարդ լինել։ Դա է կարորը։ Բայց մարդիկ կխոսեն։ Կասեն, որ դուք ձեր կնոջը փոխարինել եք սպասուհիով։ Ինձ կդատեն։ Ձեզ կդատեն։ Ռոդրիգոն մի փոքր ավելի մոտեցավ։ Թող խոսեն։ Ես չափազանց շատ տարիներ եմ անցկացրել, անհանգստանալով, թե ինչ են մտածում ուրիշները։ Ես մի ամբողջ կյանք եմ կառուցել արտաքին տեսքի վրա։ Եվ տեսեք, թե դա ինձ ուր բերեց։ Կեղծ ամուսնության, սեփական մորս անտեսելուն, գրեթե իմ երեխաներին կորցնելուն։ Ես այլս չեմ ուզում այդպես ապրել։ Ես ուզում եմ ապրել ճշմարտությամբ։ Եվ ճշմարտությունն այն է, որ ես սիրահարվել եմ ձեզ, Մարինե։ Ձեր մաքրությանը, ձեր բարությանը, ձեր ուժին։ Եվ ես չեմ ծածնի, թե դա չեմ զգում։ Մարինեն զգաց, որ արցունքներն իջնում են դեմքով։ Ոչ ոք երբեք այդպես չէր խոսել նրա հետ։ Ոչ ոք երբեք այդքան ինտենսիվությամբ, այդքան անկեղծությամբ չէր նայել նրան։ Ես վախենում եմ, շշնջաց նա։ Վախենում եմ, որ բավարար չեմ լինի։ Վախենում եմ ձեզ հիասթափեցնելուց։ Վախենում եմ, որ մի օր դուք կարթնանաք կհասկանաք, որ սխալ եք թույլ տվել։ Ռոդրիգոն դանդաղ բարձրացրեց ձեռքը նրբորեն սրբեց նրա արցունքները։ Դուք ավելին եք, քան բավարար։ Դուք այն ամենն եք, ինչ ես չգիտեի, որ ինձ պետք է։ Եվ դրանում որևէ սխալ չկա։ Կա միայն ճշմարտություն։ Նա դանդաղ թեքվեց, ժամանակ տալով նրան հեռանալու, եթե նա ցանկանար։ Բայց Մարինեն չհեռացավ։ Նա փակեց աչքերը զգաց, թե ինչպես Ռոդրիգոյի շուրթերը առաջին անգամ դիպչեցին իրենցին։ Դա մեղմ, հարգալից համբույր էր, լի չասված խոստումներով։ Երբ բաժանվեցին, Մարինեն դողում էր։ Դա նրա առաջին համբույրն էր։
Եվ թե նա տարիներ շարունակ երազել էր այդ պահի մասին, երբեք չէր պատկերացրել, որ այդպես կլինի։ Այդքան ճիշտ, այդքան իսկական։ Ռոդրիգոն նկատեց նրա դողը նրան քաշեց գրկելու։ Մարինեն գլուխը դրեց նրա կրծքին, լսելով սրտի արագ բաբախյունը, որը արձագանքում էր իր սրտին։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, գրկախառնված աստղերի տակ, մինչ շուրջ բոլորի աշխարհը շարունակում էր պտտվել։ Բայց նրանց համար, այդ պահին, աշխարհը կանգ էր առել։ Գոյություն ուներ միայն այդ գրկախառնությունը, այդ հարմարավետ լռությունը, այն վստահությունը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, նրանք գտել էին ինչ-որ իրական բան։ Հաջորդ օրերին Ռոդրիգոյի Մարինեի հարաբերությունները նոր գույներ ստացան։ Նա այլևս չէր թաքցնում իր զգացածը։ Ընդհակառակը, նա պնդում էր ցուցադրել։ Նա նախաճաշ էր տանում մոր սենյակ այն առավոտներին, երբ Մարինեն զբաղված էր երեխաների հետ։ Օգնում էր երկվորյակներին լողացնել։ Նստում էր խոհանոցի սեղանին, մինչ Մարինեն ընթրիք էր պատրաստում, պարզապես զրուցելով, մանկության պատմություններով կիսվելով, աստիճանաբար բացահայտելով, թե իրականում ով էր մյուսը։ Տիկին Հելենան ամեն ինչ դիտում էր ժպիտով դեմքին։ Նա երբեք այդքան թեթ, այդքան անկեղծորեն երջանիկ չէր տեսել որդուն։ Եվ Մարինեն, այդ ամաչկոտ վախեցած երիտասարդ աղջիկը, հիմա ծաղկում էր, ինչպես մի ծաղիկ, որը վերջապես արհեստացել։ Նրա աչքերում նոր փայլ կար, մի վստահություն, որը նախկինում չկար։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէին։ Սելինան, թե ուրախ էր տիրոջ գործընկերոջ համար, Մարինեին զգուշացրեց վտանգների մասին։ Մարդիկ կխոսեն, աղջիկս։ Եվ դա գեղեցիկ չի լինի։ Կասեն, որ դու շահամոլ ես, որ օգտվել ես իրավիճակից։ Դու պետք է պատրաստ լինես դրան։ Մարինեն գիտեր, որ Սելինան ճիշտ էր։ Բայց կյանքում առաջին անգամ նա պատրաստ էր դիմագրավել քննադատություններին։ Որովհետև այն, ինչ նա զգում էր Ռոդրիգոյի հանդեպ, արժեր պայքարել։ Եվ քննադատությունները եկան։ Երբ լուրը, որ Ռոդրիգոն հարաբերությունների մեջ էր մոր նախկին խնամակալի հետ, հասավ Երանի բարձր հասարակության ականջին, բամբասանքը տարածվեց կրակի պես։ Պատրիցիայի ընկերուհիները պնդում էին սնուցել ամենադաժան լուրերը։ Ասում էին, որ Մարինեն միտումնավոր գայթակղել էր Ռոդրիգոյին, որ նա օպորտունիստ էր, ով հնարավորություն էր տեսել բռնել, որ ամուսնալուծությունը նրա մեղքով էր։ Ռոդրիգոն զայրացավ, երբ իմացավ։ Ուզում էր սկանդալներ սարքել, զրպարտության համար դատի տալ, հրապարակայնորեն հերքել։ Բայց Մարինեն կանգնեցրեց նրան։ Թող խոսեն։ Որքան շատ արձագանքեք, այնքան ավելի շատ ուժ կտաք նրանց խոսքերին։ Ճշմարտությունը միշտ ի վերջո բացահայտվում է։ Ով իսկապես կարող է, գիտի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները։ Մնացածը պարզապես աղմուկ է։ Մարինեի իմաստությունը զարմացնում էր Ռոդրիգոյին։ Այդքան երիտասարդի համար նա ուներ տպավորիչ էմոցիոնալ հասունություն։ Նա հասկանում էր, որ որոշ մարտեր պետք չէ մղել խոսքերով, այլ գործերով։ Եվ նրա գործերը խոսում էին իրենց համար։ Նա շարունակեց խնամել տիկին Հելենային նույն նվիրումով։ Նա շարունակեց սիրել երեխաներին, կարծես իրենցը լինեին։ Նա շարունակեց լինել հենց այն, ինչ միշտ եղել էր։ Բարի, համեստ, իսկական։ Բայց եղավ մի պահ, երբ ամեն ինչ գրեթե փլուզվեց։ Հենց այդ ժամանակ Պատրիցիան վրեժխնդրությամբ վիրավորված հպարտությամբ մղված դատական հայց ներկայացրեց, պահանջելով երեխաների խնամակալությունը։ Նա պնդում էր, որ Ռոդրիգոն մորը փոխարինել էր անհարի սպասուհիով, որ երեխաները ենթարկվում էին անբարոյական իրավիճակի։ Նա կեղծ վկաներ ներկայացրեց, խեղաթյուրեց փաստերը, համոզիչ պատմություն կառուցեց դատարանի համար։ Ռոդրիգոն հուսահատվեց։ Նա չէր կարող կորցնել իր երեխաներին։ Ոչ այս ամենից հետո։ Նա վարձեց լավագույն փաստաբաններին, հավաքեց Պատրիցիայի անուշադիր վարքագծի ապացույցներ, բայց գիտեր, որ մարտը դժվար կլինի։ Դատավորները սովորաբար նախապատվություն էին տալիս մայրերին խնամակալության դեպքերում։ Եվ Պատրիցիան օգտագործում էր բոլոր քարտերը, որ ուներ, ներառյալ Ռոդրիգոյի հարաբերությունները Մարինեի հետ, որպես զենք։ Մարինեն իրեն մեղավոր զգաց։ Գուցե ավելի լավ կլիներ հեռանալ, մտածեց նա։ Գուցե իր ներկայությունն իսկապես վնասում էր։ Մտածեց տուն վերադառնալու մասին, այդ ընտանիքին հանգիստ թողնելու։ Բայց երբ նա դա նշեց Ռոդրիգոյին, նա ամուր բռնեց նրա ուսերից։ Ոչ։ Ես թույլ չեմ տա, որ դու հեռանաս։
Ես թույլ չեմ տա, որ նա այսպես հաղթի։ Եթե մի բան եմ սովորել, դա այն է, որ ոչինչ իրական չի կառուցվում ստի վրա։ Եվ այն, ինչ մենք ունենք, իրական է։ Մենք կպայքարենք։ Միասին։ Դատավարությունը նշանակվեց հուլիսի մի օր։ Ռոդրիգոն լարված էր, գրեթե չէր քնել նախորդ գիշեր։ Մարինեն աղոթեց ամբողջ գիշեր, խնդրելով, որ արդարություն լինի։ Եվ տիկին Հելենան, նստած իր անվասայլակում, պատրաստվեց այն բանին, ինչը կլիներ ամենակարևոր պահը։ Որովհետև նա գիտեր, որ իր ձայնը վճռորոշ կլինի։ Դատավարության օրը դատարանը լեփ-լեցուն էր։ Պատրիցիան մտավ էլեգանտ զգեստով, անթերի դիմահարդարմամբ, անարդարացիորեն տուժած կատարյալ մոր ամբողջ պատկերով։ Ռոդրիգոն մտավ խիստ կոստյումով, իր փաստաբանների ուղեկցությամբ։ Եվ, հետում, զուսպ նստած էր Մարինեն։ Նա պաշտոնապես գործընթացի մաս չէր, բայց ուզում էր այնտեղ լինել։ Ուզում էր աջակցել Ռոդրիգոյին, նույնիսկ եթե դա պարզապես իր ներկայությամբ էր։ Լսումները երկար էին հոգնեցուցիչ։ Պատրիցիան լացեց, պնդեց, որ լքվել է, ասաց, որ միշտ եղել է նվիրված մայր։ Նրա վկաները հաստատեցին, խոսելով ընթրիքների մասին, որտեղ նա ուշադիր էր թվում, ծննդյան երեկույթների մասին, որոնք նա կազմակերպել էր երեխաների համար։ Ամեն ինչ բեմադրություն էր, բայց համոզիչ էր։ Երբ Ռոդրիգոյի հերթը եկավ, նա ներկայացրեց Պատրիցիայի վարքագծի ապացույցներ։ Անվտանգության տեսախցիկի տեսանյութեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր նա անտեսում երեխաներին, երբ նրանք լացում էին։ Զրույցների ձայնագրություններ, որտեղ նա ընկերուհիների հետ բողոքում էր երեխաներից։ Աշխատակիցների պատմություններ նրա սառնության մասին։ Բայց, այնուամենայնիվ, դա հավասարակշռված մարդ էր թվում։ Հենց այդ ժամանակ եկավ տիկին Հելենայի վկայություն տալու պահը։ Նրան սենյակ մտցրեց Մարինեն, փխրուն, բայց վճռական։ Դատավորը նրան հարգանքով ողջունեց, ճանաչելով նրա տարիքը վիճակը։ Տիկին Հելենա, դուք ի վիճակի՞։ Եք վկայություն տալ։ Տարեց կինը գլխով արեց։ Այո, ձերդ գերազանցություն։ Եվ ես շատ բան ունեմ ասելու։ Տիկին Հելենան ամեն ինչ պատմեց։ Առանց որևէ բան բաց թողնելու։ Խոսեց այն տարիների նվաստացումների մասին, որոնք կրել էր։ Այն մասին, թե ինչպես էր Պատրիցիան իրեն վերաբերվում որպես սպասուհու։ Այն մասին, թե ինչպես էր տեսել, որ իր հարսը բազմիցս անտեսում էր երեխաներին։ Այն մասին, թե ինչպես էր ստիպված ծանր աշխատանքներ անել նույնիսկ հիվանդ ժամանակ։ Նրա ձայնը դողում էր, բայց չէր թուլանում։ Եվ երբ Պատրիցիայի փաստաբանը փորձեց նրան անվստահելի դարձնել, պնդելով, որ նա ծեր է, տիկին Հելենան նայեց նրա աչքերին ամուր ասաց. Ես կարող եմ ծեր լինել, դոկտոր, բայց իմ միտքը կատարելապես պարզ է։ Եվ իմ սիրտը գիտի տարբերությունը իսկական սիրո հարմարավետ ստի միջ։ Տիկին Հելենայի վկայությունը կործանարար էր Պատրիցիայի գործի համար։ Հնարավոր չէր հերքել մի տարեց կնոջ խոսքը, ով անմիջականորեն տուժել էր ամբաստանյալի ձեռքից։ Եվ երբ դատավորը հարցրեց Մարինեի մասին, տիկին Հելենան չվարանեց։ Այդ աղջիկը փրկեց իմ կյանքը։ Եվ փրկում է իմ թոռների կյանքը։ Նա նրանց իսկապես սիրում է։ Խնամում է նրանց, կարծես իրենցը լինեն։ Ոչ թե պարտքից, ոչ թե փողից։ Մաքուր պարզ սիրուց։ Եթե կա մեկը, ով պետք է մոտ լինի այդ երեխաներին, դա նա է։ Ոչ թե այն կինը, ով հայտնվում է միայն այն ժամանակ, երբ տեսախցիկներ հանդիսատես կան։ Դատավճիռը կայացվեց 2 շաբաթ անց։ Երեխաների վերջնական խնամակալությունը մնաց Ռոդրիգոյի մոտ։ Պատրիցիան կարող էր այցելել նրանց ամիսը մեկ անգամ, միշտ հսկողության ներքո։ Որոշումը պարզ էր։ Դատավորը հայտարարեց, որ երեխաների բարեկեցությունը առաջնահերթություն է, ակնհայտ էր, որ նրանք ավելի լավ էին զգում հոր մոտ։ Երբ Ռոդրիգոն ստացավ լուրը, ծնկի իջավ։ Նա լացեց թեթացումից, երախտագիտությունից, հոգնածությունից։ Մարինեն նրա կողքին էր գրկեց նրան, միասին լացելով։ Տիկին Հելենան, ով ամեն ինչին հետել էր տանից, վերջապես կարողացավ շունչ քաշել։ Մարտը ավարտվել էր։ Եվ նրանք հաղթել էին։ Ոչ թե այն պատճառով, որ ավելի շատ փող կամ ավելի լավ փաստաբաններ ունեին, այլ այն պատճառով, որ ճշմարտությունը իրենց կողքին էր։ Եվ ճշմարտությունը, ի վերջո, միշտ հաղթում է։ Դատարանում տարած հաղթանակից հետո առանձնատան կյանքը վերջապես կարող էր խաղաղ շարունակվել։
Հաջորդող ամիսները վերակառուցման, բուժման, ստի բեռից ազատվելու ապրել սովորելու ժամանակաշրջան էին։ Ռոդրիգոն ամբողջությամբ ընկղմվեց հայրության մեջ, բացահայտելով երեխաների մասին այն մանրամասները, որոնք կորցրել էր մշտապես բացակայելու պատճառով։ Նա պարզեց, որ Կայոն սիրում էր դինոզավրեր, իսկ Լաուրան վախենում էր մթությունից։ Սովորեց տակտիրներ փոխել, ուտելիքից ինքնաթիռիկներ պատրաստել, որպեսզի նրանք ուտեն, քնելուց առաջ պատմություններ պատմել զվարճալի ձայներով, որոնք երեխաներին ստիպում էին ծիծաղել, մինչ շունչները կտրվեր։ Մարինեն ամեն ինչ դիտում էր լի սրտով։ Տեսնել Ռոդրիգոյին վերածվելով ներկա հոր, այն ամենագեղեցիկ բաներից էր, որ նա երբե տեսել էր։ Եվ ինքը նույնպես փոխվում էր։ Մարզից եկած ամաչկոտ աղջիկն այժմ նոր վստահություն ուներ։ Նա գիտեր իր արժեքը։ Հասկանում էր, որ արժանի է սիրվելու։ Եվ, ամենակարևորը, գտել էր մի տեղ աշխարհում, որտեղ իրեն ամբողջական էր զգում։ Տիկին Հելենան, իր հերթին, ծաղկում էր։ Համապատասխան խնամքով, քնքշությամբ հարգանքով նա քաշ հավաքեց, առանց օգնության նորից սկսեց քայլել, նույնիսկ վերսկսեց փոքրիկ հոբբիները, որոնք թողել էր։ Նա նորից սկսեց ասեղնագործել, կարդալ, ժամանակ անցկացնել այգում, վարդեր խնամելով։ Կարծես այն կյանքը, որը նրանից քիչ-քիչ գողացվել էր, վերադարձվում էր։ Եվ նա վայելում էր յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր արոտ առավոտ, որպես թանկարժեք նվեր։ Հենց սեպտեմբերի մի կեսօր էր, երբ այգին ծաղկած էր, իսկ երկինքը անամպ կապույտ, որ Ռոդրիգոն որոշում կայացրեց։ Նա Մարինեին կանչեց զբոսանքի տարավ մի առանձնահատուկ վայր։ Դա Երանի ծայրամասում գտնվող մի փոքրիկ դիտահարթակ էր, որտեղից կարելի էր տեսնել ամբողջ քաղաքը։ Նրանք մնացին այնտեղ, դիտելով, թե ինչպես է մայրամուտը երկինքը նկարում նարնջագույն վարդագույն գույներով, հարմարավետ լռության մեջ։ Մարինե, ես ձեզ մի բան ունեմ ասելու, սկսեց Ռոդրիգոն, շրջվելով դեպի նա։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Նրա նայվածքի մեջ ինչ-որ տարբերություն կար։ Մի ինտենսիվություն, մի վճռականություն։ Երբ դուք եկաք իմ տուն, ես կորած մարդ էի։ Ապրում էի ավտոմատ ռեժիմով, պարզապես դերեր կատարելով, ծածնելով, թե երջանիկ եմ։ Դուք ամեն ինչ փոխեցիք։ Ինձ ստիպեցիք տեսնել, թե ինչն է իսկապես կարևոր։ Ինձ ստիպեցիք ավելի լավ մարդ դառնալ։ Եվ ինձ ստիպեցիք հասկանալ, թե ինչ է իսկական սերը։ Նա ծնկի իջավ հենց այնտեղ, դիտահարթակի քարե հատակին, գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Մարինեն ձեռքերը բերեց բերանին, աչքերը լայն բացված։ Մարինե, կամուսնանաք ինձ հետ։ Ոչ թե այն պատճառով, որ ինձ խնամակալ է պետք մորս համար կամ դայակ իմ երեխաների համար։ Այլ այն պատճառով, որ ես ձեզ սիրում եմ։ Որովհետև ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել ձեր կողքին։ Որովհետև դուք ամենաճշմարիտ մարդն եք, ում ես երբե հանդիպել եմ, չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց ձեզ։ Կամուսնանաք ինձ հետ։ Մարինեն այնքան էր լացում, որ հազիվ էր կարողանում տեսնել մատանին։ Այն պարզ էր, նուրբ, կատարյալ իր համար։ Այն շռայլ չէր, ինչպես Պատրիցիայի կրած զարդերը։ Այն անկեղծ էր, ինչպես ամեն ինչ, ինչ Ռոդրիգոն դարձել էր։ Այո, նա կարողացավ ասել։ Արցունքների միջից։ Այո, կամուսնանամ։ Ռոդրիգոն մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց ամուր գրկելու։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, միասին լացելով, միասին ծիծաղելով, զգալով այն ամբողջ ճանապարհի ծանրությունը, որը նրանք անցել էին մինչ այդտեղ։ Հեշտ չէր եղել։ Նրանք դիմակայել էին դատողություններին, քննադատություններին, դատական մարտերին։ Բայց նրանք հաղթել էին։ Եվ հիմա կարող էին վերջապես միասին կյանք կառուցել առանց վախի։ Նշանադրության լուրը արագ տարածվեց։ Եվ, ինչպես սպասվում էր, այն ուղեկցվեց բամբասանքներով, քննադատություններով։ Բարձր հասարակության շատերը թիկունքը շրջեցին Ռոդրիգոյից։ Ասում էին, որ նա խելագարվել է, որ ամուսնանում է իր մակարդակից ցածր, որ շուտով կզղջա։ Բայց կային նա աջակցողներ։ Իսկական ընկերներ, ովքեր գիտեին ամբողջ պատմությունը, ուրախ էին նրա համար։ Եվ ամենակարևորը, այն ընտանիքը, որն իսկապես կարևոր էր, ուրախ էր։ Տիկին Հելենան ուրախությունից լացեց, երբ իմացավ։ Նա ամուր գրկեց Մարինեին, շշնջաց. Հիմա դու պաշտոնապես իմ դուստրն ես։ Միշտ եղել ես սրտումս, բայց հիմա նա թղթի վրա կլինես։ Երկվորյակները, թե չափազանց փոքր էին ամբողջությամբ հասկանալու համար, զգում էին, որ ինչ-որ առանձնահատուկ բան էր կատարվում։
Նրանք վազվզում էին տանը, ծիծաղելով, Մարինեին մայրիկ կանչելով, մի բան, որը նա երբեք չէր սովորեցրել նրանց, բայց որ նրանք սկսել էին ասել բնականաբար։ Հարսանիքը նշանակվեց դեկտեմբերին, Մարինեի առանձնատուն ժամանելուց 1 տարի անց։ Նա ուզում էր պարզ բան, բայց Ռոդրիգոն պնդեց անել ինչ-որ առանձնահատուկ բան։ Ոչ թե ցուցադրելու, այլ տոնելու համար։ Ի վերջո, նրանք համաձայնության եկան։ Դա կլինի մտերիմ արարողություն առանձնատան այգում, միայն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Մարինեն մարզից կանչեց իր տատիկին պապիկին։ Երբ նրանք հասան, հուզմունքը ջնշող էր։ Պապիկը, արցունքոտ աչքերով, թոռնուհու դեմքը բռնեց ձեռքերի մեջ, ասաց. «Դու այնքան ես մեծացել, աղջիկս։ Ես այնքան հպարտ եմ քեզանով»։ Տատիկը չէր դադարում լացել, կրկնելով, որ միշտ գիտեր, որ Աստված հատուկ ծրագրեր ուներ թոռնուհու համար։ Մարինեն նրանց ներկայացրեց Ռոդրիգոյին, երկվորյակներին, տիկին Հելենային։ Եվ այնտեղ, այդքան տարբեր աշխարհների հանդիպման ժամանակ, նա հասկացավ, որ ընտանիքը փողի կամ սոցիալական դիրքի մասին չէ։ Այն սիրո, հարգանքի ընդունելության մասին է։ Հարսանիքի օրը կատարյալ էր։ Երկինքը մաքուր էր, այգին ծաղկած էր, ամեն ինչ նպաստում էր, որ այդ պահը կախարդական լինի։ Մարինեն հագավ պարզ, բայց գեղեցիկ զգեստ, ընտրված տիկին Հելենայի օգնությամբ։ Այն չուներ բարդքող կամ կիլոմետրեր ձգվող շլեյֆ։ Դա պարզապես ինքն էր, շողշողուն, ձեռքին բռնած այգուց հավաքված ծաղիկների փունջ։ Ռոդրիգոն սպասում էր նրան սպիտակ ծաղիկների կամարի տակ։ Երբ նա տեսավ նրան իջնող պատշգամբի աստիճաններով, պապիկի ուղեկցությամբ, զգաց, որ արցունքներն աչքերին են։ Նա այնքան գեղեցիկ էր։ Ոչ թե հագուստով կամ դիմահարդարմամբ, այլ աչքերի փայլով, ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ դեմքը, նրանից բխող խաղաղությամբ։ Արարողությունը վարեց այն եկեղեցու հովիվը, որին Մարինեն հաճախում էր մանկուց։ Նա պնդեց, որ գա Սյունիքի մարզից, այդ պահը տոնելու համար։ Նա խոսեց իսկական սիրո, ներման, նոր սկիզբների մասին։ Եվ երբ եկավ ուխտերի ժամանակը, Ռոդրիգոն Մարինեն խոսեցին սրտից։ «Մարինե», ասաց Ռոդրիգոն խեղդված ձայնով, «ես դատարկ մարդ էի, երբ դուք եկաք։ Ամեն ինչ ունեի, ոչինչ չունեի։ Դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է իսկական սերը։ Ինձ սովորեցրիք, որ հարստությունը ոչ թե մեր ունեցածի մեջ է, այլ նրանում, ում սիրում ենք։ Խոստանում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, ձեզ պատվելով, ձեզ խնամելով, լինելով այն մարդը, ում դուք արժանի եք։ Դուք փրկեցիք իմ մորը, իմ երեխաներին ինձ։ Եվ դրա համար հավերժ շնորհակալ կլինեմ»։ Մարինեն սրբեց արցունքները, նախքան խոսելը։ «Ռոդրիգո, երբ ես ընդունեցի խնամակալի աշխատանքը, երբեք չէի պատկերացնում, որ կգտնեմ ոչ միայն աշխատանք, այլ տուն։ Դուք ինձ ցույց տվեցիք, որ արժանի եմ սիրո։ Որ կարող եմ սիրվել հենց այնպես, ինչպես կամ։ Խոստանում եմ լինել ձեր կողքին բոլոր պահերին, լավ դժվար։ Խոստանում եմ սիրել ձեր երեխաներին, ինչպես իմինը։ Խոստանում եմ պատվել ձեր մորը, ինչպես պատվում եմ իմ սեփական ընտանիքին։ Եվ խոստանում եմ միշտ ճշմարիտ լինել, որովհետև ճշմարտությունն է մեզ միավորել»։ Երբ հովիվը նրանց ամուսին ու կին հռչակեց, այգին պայթեց ծափահարություններից։ Տիկին Հելենան այնքան լացեց, որ Սելինան ստիպված եղավ նրան օգնել։ Մարինեի տատիկն ու պապիկը գրկախառնվեցին, հպարտ։ Երկվորյակները վազեցին դեպի ծնողները, ուրախ ցատկոտելով։ Եվ Ռոդրիգոն համբուրեց Մարինեին այնտեղ, բոլորի առջ, առանց վախի, առանց ամոթի, պարզապես սիրով։ Խնջույքը պարզ էր, բայց ուրախ։ Եղավ երաժշտություն, բարդ տնական ուտեստներ, պատրաստված Սելինայի կողմից, Մարինեի տատիկի պապիկի օգնությամբ։ Ոչ մի շռայլություն։ Պարզապես սիրող մարդիկ, տոնելով մի սեր, որը հաղթահարել էր բոլոր դժվարությունները։ Բայց պատմությունը չէր ավարտվի առանց վերջին խոչընդոտի։ Ամուսնությունից մի քանի շաբաթ անց Պատրիցիան փորձեց վերջին հարվածը։ Նա փաստաբան վարձեց, կասկածի տակ դնելու երկվորյակների որդեգրումը, որը Մարինեն անում էր։ Նա պնդում էր, որ երեխաներն իրենից օտարվում են, որ Մարինեն փորձում է ջնջել իր գոյությունը որպես մայր։ Դա նրա վերջին քայլն էր, ցավ պատճառելու իր վերջին ջանքը։ Բայց այս անգամ պատասխանը եկավ այնտեղից, որտեղ ոչ ոք չէր սպասում։ Հենց երկվորյակները, որոնք այժմ գրեթե 4 տարեկան էին, լսվեցին դատավորի կողմից։ Եվ երբ նրանց հարցրին, թե ում են ուզում որպես մայր, պատասխանը միաձայն էր. «Մարինե»։
Որովհետ նա խաղում էր նրանց հետ։ Որովհետ կիրակի օրը թխվածքներ էր պատրաստում։ Որովհետ քնելուց առաջ երգում էր։ Որովհետ միշտ այնտեղ էր։ Պատրիցիան երբեք չհիշատակվեց։ Ոչ թե օտարման պատճառով, այլ այն պատճառով, որ նա պարզապես երբեք ներկա չէր եղել։ Գործը կարճվեց։ Եվ Պատրիցիան, վերջապես պարտված, վերջնականապես անհետացավ։ Նա տեղափոխվեց մեկ այլ մարզ, նորից ամուսնացավ, շարունակեց իր կյանքը։ Եվ, զարմանալիորեն, ոչ ոք նրա կարիքը չզգաց։ Տարիներն անցան։ Առանձնատունը, որը նախկինում լռության ստի վայր էր, վերածվեց կյանքով լի տան։ Կայոն Լաուրան մեծացան սիրո հարգանքի մթնոլորտում։ Նրանք Մարինեին մայր էին կանչում առանց վարանելու։ Եվ երբ նրանց հարցնում էին մյուս մոր մասին, նրանք բնականաբար ասում էին. «Մենք ունենք այն մորը, ով մեզ մեծացրել է։ Դա է Կարորը»։ Տիկին Հելենան ապրեց 15 տարի ամուսնությունից հետո։ Ուրախության տարիներ թոռներին մեծանալ տեսնելու, որդուն վերջապես երջանիկ տեսնելու, այն արժանապատվությամբ վերաբերվելու, որին նա միշտ արժանի էր։ Երբ նա հեռացավ, դա խաղաղությամբ էր, շրջապատված ընտանիքով, բռնած Մարինեի ձեռքը շշնջալով վերջին շնորհակալությունը։ Մարինեն Ռոդրիգոն ունեցանց 2 երեխա։ Մի տղա, մի աղջիկ, ովքեր մեծացան Կայոյի Լաուրայի հետ, որպես մեկ ընտանիք։ Տարբեր վերաբերմունք չկար, բաժանում չկար։ Նրանք բոլորը սիրո, ճշմարտության, ամուր հիմքերի վրա իրական բան կառուցելու որոշման զավակներ էին։ Ռոդրիգոն երբեք չվերադարձավ ավտոմատ ռեժիմում ապրելուն։ Սովորեց հավասարակշռել աշխատանքը, ընտանիքը, ներկա լինել, գնահատել փոքրիկ պահերը։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հարցնում էր իր հաջողության գաղտնիքը, նա պատասխանում էր. «Ես սովորեցի, որ իսկական հարստությունը ոչ թե մեր կուտակածի մեջ է, այլ նրանում, ում սիրում ենք ինչպես ենք ապրում»։ Մարինեն երբեք չկորցրեց իր էությունը։ Նույնիսկ առանձնատանն ապրելով, նա շարունակում էր մնալ մարզից եկած պարզ աղջիկը։ Նա հարաններին հրավիրում էր սուրճի, սեփական ձեռքերով խնամում էր այգին, երեխաներին սովորեցնում էր աղոթել ուտելուց առաջ։ Նա երբեք թույլ չտվեց, որ փողը փոխի իր էությունը։ Որովհետ հասկանում էր, որ իր ուժը հենց դրանում էր։ Ճշմարիտ մնալու ունակության մեջ, անկախ հանգամանքներից։ Ձմեռային գիշերներին, երբ ընտանիքը հավաքվում էր բուխարու շուրջ, Ռոդրիգոն նայում էր Մարինեին, դեռ զարմանում էր իր բախտից։ Որ այդ համեստ աղջիկը, հին ճամպրուկով մաքուր սրտով, մտել էր իր կյանք փրկել ոչ միայն իր մորը, այլ ինքն իրեն։ Նա եղել էր իր փրկության պահապանը։ Եվ նա հավերժ շնորհակալ կլիներ։ Եվ Մարինեն, իր հերթին, շուրջը նայում էր, տեսնում հենց այն, ինչ միշտ երազել էր։ Իսկական ընտանիք։ Մի տեղ, որտեղ նա պատկանում էր։ Մի սեր, որը չէր պահանջում, որ նա այլ լիներ, քան կամ։ Այնտեղ, այդ առանձնատանը, որը մի օր սառը լուռ էր, նա գտել էր իր տունը։ Ոչ թե շքեղ պատերի կամ թանկարժեք կահույքի պատճառով, այլ մարդկանց պատճառով։ Ծիծաղների, գրկախառնությունների, այն սիրո, որը լցնում էր յուրաքանչյուր անկյուն։ Մարինեի Ռոդրիգոյի պատմությունը լեգենդ դարձավ տարածաշրջանում։ Շատերը այն պատմում էին որպես ժամանակակից հեքիաթ։ Բայց ովքեր գիտեին ճշմարտությունը, գիտեին, որ դա հեքիաթ չէր եղել։ Դա պայքար էր եղել։ Ցավ, դժվար ընտրություններ։ Բայց նա բուժում էր եղել։ Ներում։ Եվ, ամենակարևորը, քաջություն։ Քաջություն սիրելու, երբ անհնար էր թվում։ Քաջություն ընտրելու ճշմարտությունը, երբ սուտը ավելի հեշտ էր։ Քաջություն կառուցելու ինչ-որ նոր բան այն բանի ավերակների վրա, ինչը չէր աշխատել։ Եվ հենց այդ քաջությունն էր, որ ամեն ինչ փոխեց։ Որովհետև ի վերջո, իսկական սերը այն չէ, որը հայտնվում է հեշտ պահերին։ Այն է, որը մենք ընտրում ենք ամեն օր, նույնիսկ երբ դժվար է։ Այն է, որը պայքարում է, որը դիմադրում է, որը հրաժարվում է հանձնվել։ Այն է, որը փոխակերպում է, որը բուժում է, որը փրկում է։ Մարինեն Ռոդրիգոն երկար տարիներ ապրեցին միասին, մեծացրին իրենց երեխաներին, տեսան թոռների ծնունդը, կառուցեցին մի կյանք, որն արժեր ապրել։ Եվ երբ արդեն ծերացած նստում էին նույն այգում, որտեղ նա առաջարկություն էր արել նրան, դեռ նայում էին միմյանց նույն սիրով, ինչ առաջին օրը։ Որովհետև այն, ինչ նրանք ունեին, իրական էր։ Եվ իրականը չի ծերանում, չի թառամում, չի անհետանում։
Այն պարզապես խորանում է ժամանակի հետ։ Առանձնատունը, որը Մարինեն ճանաչեց այն փետրվարյան օրը, տարիներ առաջ, այլս գոյություն չունի։ Ոչ նույն ձով։ Պատերը նույնն են, բայց մթնոլորտը լիովին տարբեր է։ Որտեղ նախկինում լռություն կար, հիմա ծիծաղ կա։ Որտեղ նախկինում վախ կար, հիմա խաղաղություն կա։ Որտեղ նախկինում սուտ կար, հիմա ճշմարտություն կա։ Եվ այս ամենը այն պատճառով, որ մարզից մի պարզ աղջիկ քաջություն ուներ տեսնելու այն, ինչ ուրիշները ձացնում էին, թե չեն տեսնում։ Եվ այն պատճառով, որ մի մարդ համեստություն ուներ ճանաչելու իր սխալները փոխվելու։ Ի վերջո, սա փրկության մասին պատմություն է։ Երկրորդ հնարավորությունների մասին։ Այն մասին, թե ինչպես իսկական սերը կարող է բուժել նույնիսկ ամենախորը վերքերը։ Եվ այն մասին, թե ինչպես երբեմն այն մարդը, ումից մենք ամենակիչն ենք սպասում, հենց նա է, ով մեզ պետք է փրկելու համար։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռոդրիգոյի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման փրկության այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, ցույց տալով, որ իսկական սերը միշտ հաղթում է, երբ կառուցված է ճշմարտության վրա։ Մենք սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը, ձեզ կստիպի մտածել անկեղծ սիրո փոխակերպող ուժի մասին։